Եվ մինչ անցնում էր իծնե կույր մի մարդու տեսավ, իր աշակերտները հարցրին նրան եւ ասացին. Ռաբբի, մեղքը ումն է, որ կույր է ծնվել, սրանն է, թե հորը ու մորը։ Հիսուս պատասխանեց. ոչ դրա մեղքն է, ոչ էլ իր հոր ու մոր, այլ որպեսզի դրա վրա Աստծո գործերը հայտնի լինեն։ Եվ քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց։ Կգա գիշերը, եւ ոչ ոք չի կարող գործել, քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ։ Երբ այս ասաց, թքեց գետնին եւ թքով կավ շինեց եւ ծեփեց կույրի աչքերի վրա եւ ասաց նրան. գնա լվացվիր Սիլովամի ավազանի մեջ, որ թարգմանվում է առաքյալ։ Գնաց, լվացվեց, եկավ եւ տեսնում էր։ Իսկ հարևանները եւ նրանք, որ նախապես տեսել էին նրան, որ մուրացիկ էր, ասում էին. սա չէր, որ նստում էր եւ մուրում, ոմանք ասում էին նա է, ուրիշներն ասում էին ոչ, բայց նման է նրան, իսկ ինքն ասում էր ես եմ։ Նրան ասացին. իսկ ինչպես բացվեցին քո աչքերը։ Նա պատասխանեց. մի մարդ, որին ասում են Հիսուս, կավ շինեց եւ ծեփեց իմ աչքերին եւ ինձ ասաց. գնա Սիլովամ եւ լվացվիր։ Գնացի, լվացվեցի եւ տեսնում եմ։ Նրան ասացին. ուր է նա։ Նրանց ասաց. չգիտեմ։ Նրան, որ մի ժամանակ կույր էր, բերին փարիսեցիների մոտ, օրը շաբաթ էր, երբ Հիսուս կավ շինեց եւ կույրի աչքերը բացեց։ Փարիսեցիներն էլ կրկին հարցրին նրան. ինչպես ես տեսնում։ Եվ նա նրանց ասաց. կավ դրեց աչքերիս վրա եւ լվացվեցի ու տեսնում եմ։ Փարիսեցիներից ոմանք ասացին. այդ մարդը Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում։ Ոմանք ասում էին. իսկ մեղավոր մի մարդ ինչպես կարող է այսպիսի նշաններ կատարել։ Եվ նրանց մեջ պառակտում կար։ Դարձյալ կույրին ասացին. դու ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա քո աչքերը բացեց, եւ նա ասաց. մարգարե է։ Հրեաները չէին հավատում, թե նա կույր էր եւ բացվեց, մինչեւ որ կանչեցին աչքերը բացվածի ծնողներին, հարցրին նրանց եւ ասացին. սա է ձեր որդին, որի մասին ասում եք, թե կույր ծնվեց։ Իսկ այժմ ինչպես է որ տեսնում է։ Նրա ծնողները պատասխանեցին եւ ասացին. գիտենք, որ սա մեր որդին է եւ որ կույր ծնվեց, բայց թե այժմ ինչպես է որ տեսնում է, չգիտենք, կամ թե ով բացեց դրա աչքերը, մենք չգիտենք, հենց իրեն հարցրեք, ինքը արդեն չափահաս է, իր մասին ինքը թող խոսի։ Նրա ծնողները այդպես ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, քանի որ հրեաները երդվել էին, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, հեռացվի ժողովարանից։ Դրա համար էլ նրա ծնողներն ասացին, ինքն արդեն չափահաս է, հենց իրեն հարցրեք։ Նորից կրկին անգամ կանչեցին այդ մարդուն, որ կույր էր, եւ նրան ասացին. Աստծուն փառք տուր, մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է։ Իսկ նա ասաց, թե մեղավոր է ես չգիտեմ, բայց այն գիտեմ, որ կույր է եւ հիմա տեսնում եմ։ Դարձյալ ասացին նրան. քեզ ինչ արեց, քո աչքերը ինչպես բացեց։ Նրանց պատասխանեց. նոր ձեզ ասացի եւ չեք լսում, ինչու եք ուզում նորից լսել, միթե դուք էլ կամենում եք նրա աշակերտել։ Նրանք նախատում էին նրան եւ ասում. դու եղիր նրա աշակերտը, մենք Մովսեսի աշակերտներն ենք։
Մենք գիտենք, որ Աստված Մովսեսի հետ խոսեց, իսկ սրան չգիտենք, թե որտեղից է, մարդը պատասխանեց նրանց և ասաց. Զարմանալին էլ այն է, որ դուք չգիտեք, թե նա որտեղից է և սակայն իմ աչքերը բացեց։ Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկը աստվածապաշտ է և նրա կամքը կատարում է, նրան լսում է։ Աշխարհի սկզբից ոչ ոք չի լսել, թե մեկը ի ծնե կույր ծնված կույրի աչքերը բացած լինի։ Եթե այդ մարդը Աստծուց չլիներ, որևէ բան անել չէր կարող։ Պատասխանեցին և ասացին. ամբողջովին մեղքի մեջ ես ծնվել և մեր գլխին վարդապետ ես դարձել, և նրան դուրս հանեցին։ Հիսուս լսեց, թե նրան դուրս են անել, և երբ նրան գտավ, ասաց. դու Աստծո որդուն հավատում ես։ Նա պատասխան տվեց և ասաց. Տեր, ով է, որ նրան հավատամ։ Հիսուս նրան ասաց. և տեսար նրան, և նա, ով խոսում է քեզ հետ։ Եվ նա ասաց. հավատում եմ, Տեր, և երկրպագեց նրան։ Ի ծնե կույրի բժշկության հատվածն է Հովհաննես ավետարանի 9-րդ գլխից։ Այս հատվածը բազմաթիվ անգամներ կարդացել ենք և այս մասին խոսել ենք։ Այսօր հարության տոների մեջ ենք գտնվում։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Երբ տեսան ի ծնե կույրին, հարց տվեցին աշակերտները, ասացին. ինչու է սա կույր ծնվել, ում մեղքով է կույր ծնվել, ծնողների, թե իր մեղքով։ Մարդկությունը կուրացավ այն օրը, երբ որ մեղք գործեց։ Երբ որ դրախտից վտարվեց, մարդկությունը կուրացավ։ Ինչ ասել է կուրացավ։ Այսինքն իր հոգևոր տեսողությունը խավարեց։ Սկսեց այլևս հոգևոր իրողություններ չտեսնել, սկսեց այլևս Աստծուն չտեսնել։ Մինչ այդ Աստծուն տեսնում էր և Աստծո հետ խոսում էր և Աստծո հետ հարաբերվում էր դրախտում։ Ուրեմն մեղքը պատճառ դարձավ մեր հոգևոր կուրության։ Եվ աշակերտներ, որ հարցնում էին, հենց այնպես չէին հարցնում այդ բանը, գիտեին, որ կուրությունը, հիվանդությունը մեղքի հետևանք է։ Եթե մեղք չլիներ աշխարհի մեջ, որևէ հիվանդություն չէր լինի, նաև կուրություն չէր լինի աշխարհի մեջ։ Դրա համար աշակերտները հարցնում էին, ասում էին, իր մեղքն է պատճառը իր կուրության, թե իր ծնողների մեղքն է պատճառը իր կուրության։ Եվ Հիսուսն ասաց, ոչ իր մեղքն է, ոչ էլ ծնողների, այլ դրա վրա Աստծո գործերը պիտի երևան։ Աստված պիտի փառավորվի դրա միջոցով։ Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի Աստված փառավորվի։ Ինչպես փառավորվի, որպեսզի բացի մեր կուրացած աչքերը և մենք տեսնենք Աստծուն, տեսնենք Աստծո որդուն և փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որովհետև մինչև այդ բռնված էինք կուրությամբ և չէինք տեսնում այդ ամեն ինչը։ Եվ Քրիստոսն ասում է. քանի լույս է աշխարհում, պիտի գործեմ, հետո խավար կլինի, այլևս գործել չի լինի։ Կարևոր բան է սա։ Մենք հետո չենք կարող գործել, մենք կարող ենք գործել, քանի դեռ այս աշխարհի մեջ կյանք ունենք։ Հենց մահվան խավարը պատեց մեզ, այլևս ոչինչ չենք կարող անել, ոչինչ չենք կարող փոխել։ Հիմա է ժամանակը գործելու, հիմա է ժամանակը զղջալու, հիմա է ժամանակը Աստված փնտրելու, բայց ցավոք սրտի շատերս մտածում ենք հետևյալ կերպ. հիմա քանի դեռ մենք ուժ ունենք, կարողություն ունենք, երիտասարդ ենք, հնարավորություն ունենք, այս աշխարհի մեջ մեր գործերը դասավորենք։ Հետո, երբ որ այդ գործերը դասավորել կվերջացնենք, մի օր նաև այդ հոգևորը կփնտրենք, մի օր նաև Աստծուն կփնտրենք, մի օր նաև կփորձենք Աստծո ճանաչել և Աստծո կամքով ապրել։ Չի լինում այդպես, որտև
Աստված ասում է հիմա է ժամանակը, հետո արդեն մութ կլինի, հետո արդեն անհնարին կլինի։ Երբ որ օրվա մեջ դու քո գործերով, քո հոգսերով ես զբաղված, թողնելով Աստված պաշտությունը գործերից հետո անելու, երբ որ քո բոլոր գործերդ վերջացնում ես եւ ուզում ես աղոթել կամ սուրբ գիրք կարդալ կամ Աստծո հետ լինել, պարզվում է, որ չես կարող, որտեվ հոգնել ես եւ ննջում ես, աչքերդ փակվում է։ Էլուս չունես։ Բայց Աստված մեզ ուժ, կարողություն, շնորհներ, հնարավորություններ է տվել իրեն գտնելու համար, իրեն ծառայելու համար, իր կամքը կատարելու համար, բայց մենք այդ ամեն ինչը ուղղում ենք ուրիշ տեղ, ասում ենք վերջում, եթե ամեն ինչ կանենք կվերջացնենք, եթե մի բան էլ մնաց, այն էլ Աստծուն կտանք։ Չի լինի այդպես։ Ասում եք, քանի դեռ լույս է գործիր, որովհետև խավարը կգա եւ այլևս գործել չես կարող։ Մահվանից հետո էլ մեր մեղաները չեն օգնի մեզ։ Էլ մեր զղջումները անօգուտ կլինեն։ Այս կյանքն է ժամանակը մեղա ասելու, այս կյանքն է ժամանակը զղջալու, այս կյանքն է ժամանակը ապաշխարելու։ Քրիստոսն ասեց. ես եմ լույսը աշխարհի։ Մենք լույս ենք փնտրում աշխարհի մեջ։ Բայց մեկ լույս կա աշխարհի մեջ, Քրիստոսը։ Եվ ասում է, եթե ինձ գաք, խավարի մեջ չեք մնա։ Խավարի մեջ նստած ժողովրդին ասում է, լույս ծագեց, Մարգարեն է ասում։ Եվ այդ լույսը մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր։ Լույսը աշխարհ եկավ, ասում է Հովհաննես Ավետարանչը, սակայն մարդիկ խավարը ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Եթե խավարը սիրում ես այս աշխարհի մեջ, դեպի լույսը չես գալիս, հավիտենականությունն էլ պիտի խավարի մեջ անցնի, ոչ թե լույսի մեջ։ Բայց մենք ինչ ենք մաղթում հանգուցյալների համար, ասում ենք թող Աստված հոգին լուսավորի, թող Աստված հավիտենական լույսերի մեջ բնակեցնի այս ննջեցյալին։ Եթե այդ ննջեցյալը կամ մեզանից որևէ մեկը այս աշխարհի մեջ լույսը թողած խավարն է փնտրում, ո՞նց պիտի հավիտենականության մեջ լույսի մեջ բնակվի, ո՞նց պիտի Աստված իրեն հավիտենական լույսով լուսավորի։ Ուրեմն Քրիստոսն ասում է, ես եմ լույսն աշխարհի։ Եվ ինչ արեց, ասում է, թքեց հողի վրա, ցեխ արեց, կավ արեց, դրեց ուրեմն աչքերի վրա կույրի եւ ասեց գնա Սիլովամի ավազանում լվացվիր։ Եվ ասում է կույրը գնա լվացվեց, եկավ եւ տեսնում էր։ Աչքերը բացվեցին։ Այս կավը, ծեփելը, լվացվելը ինձ մոտ զգացումներ արտնացրին։ Ինչ զգացում։ Ասում է Աստված երկրի հողից շինեց մարդուն, կավից շինեց մարդուն, մարդու մարմինը կավից էր։ Եվ հետո Աստված ասում է մեզ կենթանացնում է, երբ որ մենք մկրտության ավազանում լվացվում ենք։ Եվ մեզ մարմնավոր վիճակից հոգևոր վիճակի է փոխում, որովհետև մկրտությունը մեր հոգևոր ծնունդն է։ Այս կույրին կարծես թե Աստված հոգևոր ծնունդ շնորհեց։ Նախ, ինչպես Ադամին էր արարել, կավով ծեփեց, հետո ասեց լվացվիր։ Գրաբար բառը մկրտել նշանակում է լվանալ։ Գրաբարում երբ պիտի ասեին լվացվիր, ասում էին մկրտվիր։ Ձեռքերդ լվա, ասում էին ձեռքերդ մկրտիր, հագուստդ մկրտիր։ Եվ ասում է գնա լվացվիր, եւ ասում է երբ որ լվացվեց, երբ որ մենք մկրտության ավազանով լվացվում ենք, Աստծո շնորհի ենք արժանանում։ Եվ Աստված
մեզ հոգևոր տեսողություն է շնորհում, որպեսզի մենք ոչ միայն այս աշխարհի նյութական արտաքին իրողությունները տեսնենք, այլ այդ ամեն ինչից անդին տեսնենք ճշմարտությունը, տեսնենք հոգևոր իրողությունները, հոգևոր աշխարհը, որտեղ շատ հաճախ մենք մեր դատողությունները անում ենք մեր ֆիզիկական մարմնավոր տեսողության շրջանակի մեջ։ Դրա համար Քրիստոսն ասաց. աչքի տեսածով մի դատեք, այլ ուղիղ դատաստան արեք։ Աչքի տեսած ընդամենը այն է, ինչ որ մենք կարող ենք ընդգրկել մեր ֆիզիկական տեսողության շրջանակի մեջ, կամ արտաքին երևույթները մենք աչքով կարող ենք տեսնել, բայց ներքին էությունը իրերի, պարագաների, երևույթների, եղելությունների աշխարհի միայն հոգևոր տեսողությամբ մարդ կարող է տեսնել։ Դրա համար Գրիգոր Տաթևացին ասում է բնական, բանական միտք եւ ասում է շնորհական միտք։ Բանական, բնականը այն է, ինչ որ մենք ունենք, բնությունից տրված է մեզ։ Շնորհականը այն է, որ Աստված է տալիս, Աստված որ բացում է մարդու մեջ, որ մարդը, ասում է, մարդը իր բնական, բանական կարողություններով չի կարող ճանաչել հոգևոր իրողությունները, եթե Աստված չբացի, եթե Աստված չտա, եթե Աստված այդ կուրությունը հոգևոր չվերացնի։ Եվ ասում է, կույրի աչքերը բացեց։ Եվ ինչ սկսվեց դրանից հետո։ Մարդիկ սկսեցին այդ կույրին հարց ու փորձ անել։ Դու ես, դու չես, ոնց եղավ, ինչ եղավ, ինչպես բացվեցին քո աչքերը։ Եվ շատ կարևոր է այս կույրի դիրքը։ Ինքը անկեղծորեն խոստովանում է, դավանում է Քրիստոսին, թերևս դեռ ամբողջովին չէր ճանաչում, որովհետև երբ հրեաները իրեն հարցրեցին, ասեցին, քո կարծիքով ով է այդ մարդը, ասեց, ես կարծում եմ մարգարե է ինքը։ Այսինքն մարգարե ինչ է նշանակում, Աստծո կողմից ուղարկված, առաքված մեկը, որ Աստծո կամքն է կատարում։ Եվ կույրը համարձակ ասում էր, ես եմ։ Եվ ասում էր, թե ինչպես բացեց, այսինքն ասում էր, որ կավ սարքեց, աչքերը սցեպեց, ասեց լվացվի եւ բացվեց։ Չէր թաքցնում, չէր վախենում խոստովանել Քրիստոսին։ Որտեւ ավետարանն ասում է, ով ինձ խոստովանի մարդկանց առաջ, ես էլ նրան կխոստովանեմ երկնքի հրեշտակների առաջ։ Ով մարդկանց առաջ ինձ կուրանա, նա էլ պիտի ուրացվի երկնքում։ Ի հակադրություն այս կույրին ծնողները վախեցան։ Ծնողները մարդկանցից վախեցան, երբ կույրի ծնողներին կանչեցին, ասեցին, սա ձեր որդին է, կույրեր իսկապես, ինչպես աչքերը բացվեցին։ Ավետարանն ասում է, ծնողներն ասացին, այո, մեր որդին է, կույրեր, հիմա տեսնում է, բայց չգիտենք ոնց է տեսնում, իրան հարցրեք։ Ավետարանն ասում է, վախեցան հրեաների ահից, որովհետև հրեաները ասել էին, ով որ Հիսուսին Քրիստոս կխոստովանվի, դուրս կնետվի ժողովարանից։ Մինչդեռ կույրը չվախեցավ եւ համարձակ էր ասում։ Եվ հրեաները մի բան էին ասում։ Իհարկե դրանով իրենք ուզում էին մերժել Քրիստոսիով լինելը, բայց մի տեսակ հաստատում էին։ Ինչ էին ասում։ Ասում էին, այդ մարդը Աստծուց չի։ Եթե ինքը Աստծուց լիներ, այդ հրաշք գործողը, շաբաթը կպահեր, որտեվ շաբաթ օրն էր կույրի աչքերը բացել։ Իրենք ճիշտ էին ասում, իրանց ասացի մեջ ճշմարտություն կար եւ նաեւ սուտ կար, չիմանալիք կար։ Ինչն էր ճշմարտությունը։ Այո, ասում էին, այդ մարդը Աստծուց չի։ Այո, ինքը Աստծուց չէր, ինքը Աստված էր։ Մի բան է Աստծուց լինելը, մարդ լինելը, մի բան է Աստված լինելը։ Հիսուսը
որ Քրիստոսն էր, ինքը Աստծուց չէր, ինքը Աստված էր։ Նիկոդեմոսը երբ Հիսուսի մոտ եկավ, ինքը ասեց, ես գիտեմ, որ դու Աստծուց ես։ Ինքն էլ լավ չգիտեր։ Չէր հասկանում, որ սա Աստծուց չի, ինքը Աստված է։ Ասում էր, ես գիտեմ, որ դու Աստծուց ես, որովհետև այն գործերը, որ դու ես անում, մարդը չի կարող անել, եթե Աստծուց չլինի։ Աստծուց եկած չլինի, Աստված չլինի։ Հիմա այս հրեաներն էլ էին ասում էին այդ մարդը Աստծուց չի։ Բայց իրենք հակառակ իմաստով էին ասում, որ ինքը Աստծուն հակառակ է։ Դրա համար էին ասում Աստծուց չի, որովհետև շաբաթը չի պահում։ Բայց իրականի մեջ, այո, Քրիստոսը Աստծուց չէր, ինքը Աստված էր, եւ շաբաթի օրենք տվողը ինքն էր, որը տվել էր ոչ թե Աստծու համար, այլ մարդու համար, եւ Աստված շաբաթը դրել էր մարդու փրկության համար։ Մարդու համար ինչ արգելքներ էր դրել շաբաթվա մեջ, որպեսզի մարդը փրկվի, եւ հիմա ինքը մարդ էր փրկում։ Իրան չէր վերաբերվում շաբաթը կավ չշինելու կամ ինչ որ մի գործողություն անելու արգելքը։ Շաբաթը հաստատվել էր մարդ Արարածի փրկության համար։ Մարդը պիտի չգործեր, իր փրկությամբ պիտի զբաղվեր, բայց Աստված գործում է, որպեսզի մարդուն փրկի։ Շաբաթվա օրենքը մարդու համար էր տրված։ Աստված շաբաթ նշանակում էր հանգիստ։ Աստված շաբաթի կարիքը չունի։ Աստված միշտ գործում է մեր փրկության համար։ Հրեաները ուզում էին Քրիստոսի արած գործը նսեմացնել, հայտարարելով, որ ինքը Աստծուց չի։ Մինչդեռ կույրը մինչև վերջ հաստատեց, համառորեն պնդեց, որ մեղավոր մարդ այսպիսի բան չէր կարող անել։ Դուք ասում եք մեղավոր է, ես չգիտեմ մեղավոր է թե չէ, բայց մեղավոր ինչպես կարող է մեկի աչքերը բացել, կամ մեղավոր մարդուն Աստված արդյոք կլսի։ Մեղավոր մարդու աղոթքը, խնդրանքը Աստված կկատարի արդյոք։ Եվ տեսնելով, որ չեն կարողանում նույնիսկ այս կույր մարդուն հակառակվել, ինչի համար, որտև ինքը տեսողություն ուներ, ինքը տեսնում էր բաներ, որ փարիսեցի հրյա վարդապետները, օրենսգետները, կրոնավորները չէին տեսնում, որովհետև իրենց հոգևոր կուրությունը իրենց վրա էր, չէր բացվել իրենց աչքերը։ Իրենք չէին եկել Քրիստոսին, որպեսզի իրենց աչքերը բացվեն եւ հոգևոր տեսողություն ունենան։ Այսօր մենք էլ շատ կարիք ունենք հոգևոր տեսողության, որ հոգևոր իրողությունները ճանաչենք եւ այս աշխարհի իրողություններով դատողություններ չանենք։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, քիչ թե շատ ավել կամ պակաս գիտենք, որ նեղությունները, փորձությունները, վշտերը, տեսակ դժվարություններ, որ կյանքում կան, Աստված հաճախ այդ ամեն ինչը առիթ է դարձնում մեր փրկության, մեր զորացման, մեր հոգևոր աճին, որովհետև եթե մարդը փորձությունների միջով չանցնի, չի փրկվի, ասում են եկեղեցու հայրերը։ Եթե աշխարհի մեջ փորձություններ չլինեին, փրկվողներ չէին լինի։ Ուրեմն փրկության ճանապարհը, հոգևոր աճի ճանապարհը, մարդու կատարելության ճանապարհը նեղությունների, փորձությունների, վշտերի միջով է։ Սա հոգևոր օրենք է, սա հոգևոր ճշմարտությունն է, անհերքելի։ Բայց արի ու տես, մեզ վրա հենց գալիս են այդ վշտերն ու փորձությունները, մենք սկսում ենք Աստծուց խնդրել, որ Աստված մեզանից հեռացնի դրանք։ Ասում ենք Աստված ունենց արա, որ այս մեր գլխին եկած փորձությունները հեռանան, Աստված ունենց արա, որ այս մարդիկ գնան, այս որ մեզ նեղություն են տալիս, այս որ մեզ փորձության են ենթարկում, բա որ գնան, մենք չենք աճի, չենք զորանա, չենք փրկվի։ Խնդրելու փոխարեն, որ Աստված մեր հոգու աչքերը բացի,
որ Աստված մեզ զորացնի, որ մեզ հոգևոր շնորհներով օժտի, որ այդ ամեն ինչի միջով անցնենք, մենք ասում ենք այդ փորձությունը հեռացրու, հա, որ այլևս ուրեմն մենք հանգիստ լինենք։ Մարդու ատամը ցավում է, անհանգստացումը նեղում է իրան, մարդը սկսում է աղոթել։ Մեկն ասում է, ինչ է եղել, ասում է, ատամս ցավում է։ Ասում է, մի հատ ցավազրկող խմի։ Ցավազրկողը խմում է, ատամի ցավը դադարում է, աղոթելն էլ դադարում է։ Հիմա այս կույրը, որ աչքերը բացվեց, ինքը սկսեց խոսել իրողություններ, ճշմարտություններ, եւ սա դուր չէր գալիս։ Ինչ արեցին։ Վերջում ասում է, վերցրեցին իրենց ժողովրդից դուրս հանեցին, վռնդեցին այդ կույրին։ Դուրս շպրտեցին, որտեվ այլևս իրենց նման չէր։ Քրիստոսն ինչ է ասում։ Ասում աշխարհը ինձ ատել է, ձեզ էլ է ատելու։ Որովհետև եթե դուք աշխարհից լինեիք, աշխարհը ձեզ կսիրեր։ Բայց միջավայրը այս կույրին արդեն վտարեց, վանեց իրենցից։ Այստեղ էլ խնդիր կա։ Մենք ուզում ենք համ Աստծուց սիրված լինենք, համ աշխարհից սիրված լինենք։ Ուզում ենք, որ աշխարհը մեզ հարգի, պատվի, սիրի, համ էլ Աստծուն հավատարիմ լինենք, չի լինում այդպիսի բան։ Չի լինում։ Աշխարհի սերը հակառակ է Աստծուն, ասում է։ Չի կարա մարդը համ աշխարհի մեջ սիրված լինի, համ Աստծու կողմից։ Հոգևոր կյանքը, եկեղեցու պատմություն, ավանդությունը ցույց է տալիս, ովքեր Աստծուց սիրված են եղել, ովքեր Աստծուն հավատարիմ են եղել, աշխարհի մեջ հալածված են եղել, անարգված են եղել, անտեսված են եղել, արհամարված են եղել։ Մենք այս բաները տեսականորեն գիտենք, բայց մեր կյանքում չենք կարողանում սրա հետ համատեղվել կամ հանդարտվել կամ համաձայնվել։ Հենց այդպիսի մի երևույթ ալու մենք սկսում ենք ընդվզել։ Եվ ինչ եղավ, երբ որ դուրս նետեցին իրեն, Հիսուս մոտեցավ եւ լրիվ բացեց իր աչքերը, որտեւ իր աչքերը արդեն բացվել էին, ինքը տեսնում էր, ասում էր մարգարե է, Աստծուց է։ Եթե Աստծուց չլներ այդ գործերը չէր կարող անել, եթե Աստծուց չլներ Աստված իրեն չէր լսի, Հիսուս հիմա եկավ ասում է, ճանաչում ես Աստծո որդուն։ Ասեց, ով է որ ճանաչեմ Տեր։ Ասեց, նա ով քեզ հետ խոսում է, ես եմ։ Ասեց, հավատում եմ եւ երկրպագեց Քրիստոսին։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը